է առանց սիրո կյանք չկա Սիրո սիրտս միայն գոն է առանց քեզ էլ սեր չկա Թեկուզ աշխարհն իմն է լինի Քո նմանը էլ չեմ գտնի Դու միակն ես այս աշխարհում Հավատա ինձ քեզ եմ սիրում Ալո Երկար եմ քեզ սպասելու արա Գալիս եմ ես հասնում եմ Դե շուտ արա Ես ավտորեկում Ասում էր, որ ինքը չի կրակել, երդվում էր, որ ինքը չի արել Լավ էլ է, այդ կարոյի ոչ մի բառին պետք չի հավատալ Գիտեմ Գորնել էր ասում, որ այդ կարոն ոչ մի սրբություն չունի ու ամեն ինչի պատրաստ է մենակ, թե իրա սուտը ճիշտ դուրս գա Լավ ես մի բան չեմ հասկանում Ինչ հույսով էր ինքը եկել, ինչ էր ուզածը Ինքը ուղղակի չգիտեր, որ Գորը իրան տեսել է Բարձա, նոմը հասկացա Նեն ատում եմ դրան լուրջ ատում եմ Արփի ես ուղղակի չեմ ուզում պատկերացնեմ ինչ կլիներ, եթե Կարոն ու Գոռը հանդիպեին, ինչ կկատարվեր այդ պահին։ Բայց միևնույն է այդ հանդիպումը անխուսափելի է։ Մեկը մի օր պետք է տեսնեն իրար։ Մեկ բգից թվում է, որ մենակ ավակ քերին է կարողանում Գոռին հետ վայել այդ ամեն ինչից։ Ու Աստված տա այն ժամանակ Կարոն ու Գոռը հանդիպեն, երբ որ ավակ քերին լավ կլինի։ Ու չի թողնի, որ Գոռը հիմարություններ անի։ Ես վստահ չեմ այդ օրը կգա թե չէ։ Արփի ինչ ես խոսում։ Ամեն ինչ լավ է լինելու, այ կտեսնես։ Հավատա։ Նեն մտածում եմ կյանքը չի կարող այսքան անարդար լինել։ Որ պատերազմի միջով անցած, այսքան բան հաղթարած մարդը, մահվանն այդքան անգամ հաղթած մարդը հիմա չի կարող ինչ-որ վախ կոտի ձեռքով։ Արփի, այ կտեսնես։ Պապատ ես անգամ էլ ամեն ինչ կհաղթարի։ Հավատա, որ ամեն ինչ լավ է լինելու։ Բայց քեզ մի բան եմ խնդրում։ Եթե մի անգամ էլ այդ Կարոն եկել է այստեղ, չթողնես անգամ մի բառ փոխանակի քո, չթողնես, որ ինքը քեզ մոտիկանա, Արփի։ Մի անգամից ոստիկանություն կզանգես, լսում ես։ Արփի, ես դրան տեսնելուց չգիտեմ, ամբողջ մարմնով սկսում եմ դողալ։ Իսկ եթե լավ է չէ։ Ինչ Արփի, ինչ էր ուզում ասել, ասա։ Ես մտածում եմ իսկ կարող է ինքը չի կրակել։ Կարող է այնպեսի մեկնակրակել, որի վրա մենք անգամ չենք էլ կասկածում։ Արփի, բայց Գոռը ասաց, որ դրան այնտեղ տեսել է զենքը ձեռքին։ Ես չգիտեմ։ Հա, բայց շատ ճիշտ ես, ամեն ինչ ակնհայտ է։
Ասում ես զարմացավ, հա? Չգիտեր, որ ավակի հիվանդանոցում է։ Դե դες ցույց տվեց։ Ես պրոստը մի բան չեմ հասկանում։ Լավ ասենք Տիկոն արել, բայց ինչի համար արել։ Ինչ ունեն այդ մարդու հետ կիսելու։ Դու մենակ ավակը կասի։ Այն ժամանակ երբ որ հիվանդանոցից դուրս գա ու կասի ինչից է խոսակցությունն եղել, ինչ են խոսացել ու տենց։ Մայր, բայց դու իզուր ես գնացել։ Եթե գորը իմացավ, ապա ես նա չի որ գնացել եմ Տիկոյին տնեմ, ես գնացել եմ Տաթևիկին տնեմ։ Ու ես вообще չեմ ուզում որ Տիկոն ու Տաթևիկը մի հարկի տակ ապրեն, այդքան բան։ Դու էլ հո չասիր։ Սա հելնելու է գա հետը տապլի։ Հա, դե կտնես որ ինքը գալու է իմ հետ ապրի։ Չին ուր է գալու։ Գժվել ես դու լրիվ։ Այդ աղջիկը վախում է հայատ իջնի հետը երկու բառ խոսա, մնաս տուն-տեղ թողի հելնի գա հետը տապլի։ Չգիտեմ։ Ասի Տիկոն խնդրվել է արդեն հասկանում ես, արդեն վտանգավոր է դառնում, ինքը չես ամեն ինչ սպասում Տիկոյից արդեն։ Ես ուղղակի չեմ ուզում որ Տաթևիկը ու Տիկոն մի հարկի տակ ապրեն, այդքան բան։ Ունենցա որ Տաթևիկն էլ է ուզում հետս գա, ուղղակի վախում է։ Հա, բայց ուր գա աղբերս։ Լավ ասենք եկավ։ Ինչ ես ան, ուր ես տանելու, այս տուն ես բերելու, հա։ Ինչ ես անելու, բայց ինչ ունես որ ինչ էլ առաջարկես։ Ոչ շատ լուրջ ապ է, դու լավ մտածի։ Հետո մի բան ներս չանես որ գորը Տիկոյի հետ հարցեր ունենա։ Դու գիտես որ այդ ամեն ինչի ընդունակ է։ Ալո։ Մարդ կա ստեղ։ Գորի, ես։ Ախ! Արես ինչ ես անում։ Ես քեզ ասում էի, որ իմ համբերությունը անսահման չի։ Լսի, Ալագորդ լսի ինչ եմ ասում, լսի։ Էրիկը լսելու ժամանակն անցել է։ Լսի արա ինձ, լսի, լսելու ժամանակն անցել է Կարո։ Ես ինչ է էլի, արա Կարո էլի դու, ես ով եք դարը դու Կարա, ես ինչ եք անում արա։ Արա մենք ոչ մեկից նեղություն չենք տալիս, բայց կեզ թվում է թե ստե ամեն մեկը քո բաժին արևն է ուտում։ Ես արդեն ոչ բան հաշվի չես առնում արա, հա, բռնել ես տալի արա։ Արա սաղս ենք ստե բռնված, դու արա դու վաղուց ես ստե բռնված, լսում ես, սաղս ենք ստե վաղուց բռնված, ուղղակի դու չես ջոգ է, լսի Կարո ուշքի արի, ես քո թագավորությունը չի, լսում ես, ստե սաղս ինչ-որ բանի համար ենք հայտնվել, բայց սաղիս նպատակը մեկն է, դուրս գալ։ Լսի արա, որ հիմա սրան տարար բուշկետ, իմանալու են, որ ես եմ արել, ու սրոկս երկարցնելու են, դու պատասխան ես տալու իմ բերդում անցկացրած օրերի համար, հա? Լսի քեզ ինչ եմ ասում։ Հիմա իմ համար կարևոր ընկերոջս կյանքն է։ Էն թե հետո որս ինչի համար պատասխան կտանք, այդ արդեն ժամանակը ցույց կտա։ Տունը վաճառում ենք կահույքով, ամեն ինչով։ Առնում եմ։ Գուցե նայեք։ Սա մեր հյուրասենյակն է։ Այստեղ մենք ամեն առավոտ կռվում ենք։ Առնում եմ։ Սա մեր ննջասենյակն է։ Այստեղ էլ ամեն գիշեր բարի շում ենք։ Առնում եմ։ Սա էլ մեր բաղնիկ զուգարանը։ Yeah։ Ինչ։
Սալիկները կերամամարացի են, հանել ենք հետներս ենք տանեմ։ Կերամամարացի, որակ, որից անհնար է հրաժարվել։ Սա էլ կերամամարացին, վայելեք։ Առնում եմ։ Առնում եմ։ Առնում եմ։ Առնում եմ։ Արա ես չեմ խփել։ Այդ բիծուն ես չեմ խփել, չես հասկանում։ Արա դու ունդ էիր զենքը ձեռքի։ Հա ես ընդեղ եմ եղել, բայց ես չեմ խփել։ Ես չեմ խփել։ Ես պիտի շուտ լուծեի քո հարցերը։ Բանտից դուրս գալու առաջին օրը պիտի լուծեի քո հարցերը։ Լսի, ես ընդեղ եմ եղել, բայց ինձանից բացի էլի մարդ կար։ Չգիտեմ ով էր, բայց էլի մարդ կար, անծանոթ մեկը կար։ Արա բա դու ունդ է ինչ էիր անց։ Ես եկել էի արփին տենայր։ Ամամսը դու ինչ գործ ունես արփի է։ Արա հա, ես եկել էի խփեի այդ բիծուն, հանգստացար իմա։ Всё, Էրիկա գործ։ Ես գումարի։ Թող ես դրամից սպանեմ։ Հանգստացի ասում եմ, հանգիստ, всё, ամեն ինչ բրծավ, հանգիստ։ Արա դու լավ գիտես այս պատմությունը, դու լավ գիտես այս ոնց է կոկորտից կանգնել։ Դու այդ լավ գիտես։ Հələ մա սրա վիճակը նայ, լեշի պես փրվել է։ Կարող ես նրա պատճառով այդ ասելի նստես, հա։ Ես ավակի վրա է գնալ։ Ավակի նախ հասկանում ես այս պատմությունը միջև ուր աս։ Ես ավակի խփե։ Ես չեմ կարա թողեմ այս շնչին։ Ինձ թվում է արդեն էլ չէր շնչում գոր։ Վերջ գնացին գոր։ Գնացին։ Ինչ ես խոսում։ Ես արդեն սատկել է, հասկանում ես։ Ես սատկել է, գոր գնացինք ստեից ասում եմ։ Վերջ, գնացինք, ասում եմ գնացինք ստեից։ Գոր գնացինք ստեից։ Ուր ենք գնում, պարոն Մակարյան։ Պարոն Մակարյան։ Ես ինչ եմ ասում։ Այսօր եթե հանկարծ հարցնող ելնեի, մենք իրիկունը պահեսներում չենք եղել, պարզա։ Պարզա։ Ապրես։ Իսկ հիմա ուր։ Տուն։ Գնանք տուն։ Գնանք տնանք այսօր ում համար լույսը չի բացվում։ Ստեղ։ Նորմալ է։ Դիր ստեղ կհասնենք տեղ, հետո կտամ քեզ։ Հիմա պետք չի, որ էսի ձեռը տրնի։ Ոնց ես քեզ զգում գոր։ Չգիտեմ։ Կարոն ճիշտ է, չափն անցել է, բայց դու սենց մենակ քեզ ես վնասում, որ մենակ քեզ։ Չափն անցել է։ Դիկո չափն անցել է։ Դու լավ գիտես, որ ով է ավակի համար, դու այդ լավ գիտես։ Հա, գիտեմ։ Վերջտել եմ լավ հասկանում, կատաղություն ուտել եմ լավ հասկանում։ Բալավ հետո ինչ արինելու։ Հա? Գալու են հետևիցս։ Անելու են։ Մի քանի կիսաթողած գործում են։ Մնում այդ վերջը։ Բարձան, ես տրամադրվեցիր, էլի, հա? Ես տրամադրվեցիր։ Լսի դու ինչ էր անում։ Իմացել է ինչ ա եղել, ասացի կամ հիվանդանոց Mənə մուտքի դիմացը սպասում էի, չէի հասկանում ինչ անեմ, բարձանամ վերև, չա, բարձանամ վերև։ Հետո տեսա, որ տաքսով եկար, են Կարոյինը տեսա անդեմ, հասկացա, որ հետևից ես գնում, ես էլ եկա էլի։ Արզա, հենց ուշ հասար պայեսներ։ Չէ, դիտմամբ ուշ եկա, ուզում էի հանգստանայիր, ուզում էի սիրտը հովացնեիր, ուզում էի իմ սիրտն էլ հովացնեիր։ Հոնը։ Հա, իմը, ինչի չէ որ, այդ բերդում ինչ կատարվել էր, ես էլ եմ շատ ծանր տարել գոր։
Բայց ո՞նց է որ կողքը չեք եղել։ Չէր ասել որ կանոն կանչել է։ Այ ջուր։ Այ ախպեր գոնե մեկն ու մեկից խաբար անեիր։ Մի բան պիտի անենք, գոնե դեղ ապենք։ Չես հարցը պետք է լուծվի։ Չի կարա կանոնսը շարունակի։ Գորուրը։ Հետն է, սուրեն գոքուրի երթապահությունն է։ Հա, գիտեմ։ Կայնը սաղովին այլ են, չէ ոնց է չպի խտում։ Դիք։ Ասա ախպեր ես։ Մորս կտենաս։ Այդպես բան չասես։ Ջուր, այդպես բան չասես, դու գետաս քո մորը կտենաս։ Եսի ախպեր ես։ Դու մորացել ես, որ ինձ դիշուտ ես դուրս գալու։ Չէ։ Հա, ախպեր։ Չէ։ Ես չեմ հելել։ Սուս մենը։ Դիք։ Այդպես բան չասես, ցավը տան։ Մորս կտենաս։ Ապայման։ Ոնց է։ Գոքորես ինչ եկա։ Դու մտածում ես հրատակից ոնց է դուրս գալու։ Ես չեմ հասկանում, դրիվ թքած, ունեք մեր վրա, հա։ Դու ուրիշ ձև գիտեիր։ Գնացիր։ Գոր, քեզ 1000 անգամ ասեցի։ Կարոյի մեջ կինես մարդկա կայնած։ Գնա! Ոնց է։ Չէ, լուրջ է վիճակը գոր։ Գոնե տեղ է պետք։ Բայց ախևը բուժկետ էլ տանենք, լրիվ ուրիշ թեմա է արնենք։ Դիք։ Ասա ախպեր ես, ասա։ Դիք հիշում ես։ Առաջի օրս դե։ Հիշում եմ, ցավը տանեմ, հիշում եմ։ Լավ հիշում եմ, ախպեր ես։ Երանի հետ օրը։ Երանի հետ օրը, դիք։ Ջոտ լսի։ Հեսա մի բան կանենք լավ կնի։ Լսում ես սաղ լավ ալնի։ Գոքորին կանչի։ Ես ինչ ես անում։ Թքած սաղի վրա։ Թքած թե ինչն եմ հավացվելու։ Ջոտը պիտի բուժկետ։ Դու հասկանում ես ինչ ես անում գոր։ Որտեթին տանանք բուժկետ լրիվ ուրիշ թեմա է արնելու, հասկանում ես դու։ Արա թքած սաղի վրա։ Քեզ ինչ ասցի։ Ջուր։ 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 Մենակ դու չէ ջուր։ Մենակ դու չէ ախպեր ես։ Այն ժամանակ էլ քիչ էր մնում սպանեիր գոր։ Այն ժամանակ որ սպանեի, հիմա սենց բան չեր ելնի, ես ամեն ինչը չեր ելնի։ Հա, հիմա ինչ։ Հանդիստ ես։ Հիմա այս բանին, որ տենց թափ մտածում ես, ճիշտ ես արել գոր։ Էլ ճիշտ ու սխալը կարևոր չի, արդեն մեռել է։ Իսկ եթե չի մեռը։ Եթե հիմա քեզ ասեմ, Կարոն չի մեռը, ինչ, ինձ պետք է ասես հետ քշի, հա։ Դա նորից կանեիր այն ինչը, որ այդ կատաղած բային ուզում էիր անեիր։ Սետիկո։ Այդ աննասունը։ Հա, ճիշտ ես ասում, այդ աննասունը ապրելու իրավունք չունի գոր։ Շատ ճիշտ ես ասում։ Բայց դու էիր ասում, մի մոռացի, դու էիր ասում, որ այդ մեր որոշելունը չի, ուրիշը ապրել կամ չապրելը, հիշում ես։ Դու էիր ասում գոր, դու։ Հիշի մի հատ։ Չէի անի, հա, չէի անի, եթե ստապ մտածեի, հետ ես ուզում լսես։ Հա, հետ եմ ուզում լսեմ։
Այդ եմ ուզում լսել։ Տիկո։ Կարոն սատկել է։ Ինձ նայ, Տիկո։ Վերջգոր, մահացել։ Ալո, Մակարյան լսում ես? Սաղ ես? Հույսդ ինչ էր, հարաբա։ Լսի ես չեմ ուղարկել գողին։ Հույս ունեմ, որ հասկանում ես այդ կանը։ Իմ համար հիմա մեկը։ Ախ, ինձ հիմա օգնություն ա պետք։ Հույսդ կտրում ես, վсё։ Ես ու դու իրար չենք ճանաչում, պարզ ա։ Չէ, պարզ չի, հիմա ինձ լսի։ Եթե հիմա մարդ չուղարկես, որ ինձ տեից տանեն, ես սաղ գորին կպատեմ, հասկացար արա։ Ես տեղնակամ եմ են, հենց որ կործնելու բան չունեմ։ Ախ, Մակարյան ամեն րոպես հաշված արագ մտածի։ Քո հետևից կգան, կտանեն քեզ ապահով տեղ, բայց եթե հանկարծ մեկի մոտ, եթե դու մեկի մոտ բերանդ բացել ես, ես ինչա կատարում կարեն, ես ինչա կատարում, դու ոնց թողեցիր, որ իրավիճակը ձեռիցդ սենց հավաքվի, նատ հավաքվի, մի կործրակ ես հավաքվի։ Տիկո դու ինձ չպետք է խաբեիր։ Չխաբեի, որ կրակելու էիր։ Չէի կարա քեզ, պրոստը չէի կարա քեզ կանգնացնել։ Եթե ուզում էի կրակեի, ուրեմն ճիշտն էլ էդ է։ Չէ, նոր ուրիշ բան էիր ասում։ Ասում էի, որ պետք չէր դες բան անեի։ Հետ քշի Տիկո, քշի հետ։ Չկա, վсё, էլ հետ քշել չկա գոր։ Ինչ պետք էր խոսացինք հասկացանք։ Էլ հետ չեմ քշելու։ Հասկացանք, որ այս ամեն ինչը սխալ էր։ Այդպես թո պարկինդ է փրված։ Կյանքի ու մահի կռիվ տա։ Հետո որ հետ գա, կհասկանա ինչ արեց, ինչ արեցիր։ Որ կարայիր կրակեր, բայց չկրակեցիր։ Կարայիր սպաներ, բայց չսպանեցիր։ Ու կմտածի, որ այդ իմ դուլությունն էր, Տիկո։ Չէ, տես չի մտածի, թակարակը։ Կարող է գա քո մոտ կանգնի ուրիշ բաներ խոսա, բայց իրա մեջ 100% մտածելու է, որ կարայիր կրակեր, բայց չես կրակել։ Այդ էս է մտածելու։ Լսի գո, դու ավակի շատ ես պետք։ Հենց մի արա, որ ավակից հեռու մնաս։ Ասի դու երեք ավակի տանն ես եղել, չէ՞։ Ինչ կա։ Ինչա կատարվում Տիկո իմ թիկունքում։ Չէ, ավակ հետ ուղակի հորդ գործից էինք խոսում, այդքան բան գոր։ Ինչ էիք խոսում։
Ոնց ես գնացել իր տուն, որտեղ եք տեսել իրար։ Ռիֆ պատական է ստացվել։ Մի խոսքով չես ասելու, հա։ Արզա։ Հավաք ինձ կպատմի սա, ես համբերատար եմ։ Հիմա ինչ կես հիվանդանոց եմ տանում։ Չէ, ուզում եմ տուն մտնեմ, հետո կգնամ։ Չհասկացա։ Ես գնում եմ։ Ուր։ Իմ տուն։ Մի որոշ ժամանակ այնտեղ կապրեմ, մինչև դու կողմնորոշվես։ Ինչու՞մ կողմնորոշվեմ։ Չգիտեմ գտել։ Քո կյանքում, քո գործերում, քո աղջկայ հարաբերություններում, Ալինայի հետ։ Ալինայի հետ ինչ պետք է կողմնորոշվեմ։ Դե երբ է գնում, գնում թե չէ։ Արդեն դու լուր չես։ Ես նժարին դրեցի իմ ինքնասիրությունը, իմ հպարտությունը, որպեսզի մեր հարաբերություններում հավասարակշռությունը պահի, բայց չի լինում գնել, չի լինում։ Ագնես, քո գնալ իմը սխալ է։ Դու երեխան։ Երեխան։ Եթե երեխան չլիներ, ճիշտ կլիներ, հա։ Ես դա նկատի չունեի։ Ես մեր հարաբերությունները չեմ խոզում։ Վերջ չեմ տալիս։ Ուղղակի դադար եմ տալիս։ Հնարավորություն եմ տալիս քեզ մտածելու, հասկանալու։ Գիտես, ես էլ չեմ վախենում ես տան մեջ քեզ ու Ալինային մենակ թողնել։ Ինքդ կողմնորոշվի, ինքդ որոշի։ Ինչ է նշանակում, էլ չեմ վախենում։ Նշանակում է, որ ինձ մեկ անում։ Բոլորովին մեկ ակնել։ Դու ինքդ որոշի։ Գիտես ինձ որտեղ գտնել։ Բայց մի բան լավ հիշի։ Այս տուն, այս պայմաններում ես էլ չեմ գա։ Ագնես, ես չեմ թողնի, որ դու գնաս։ Ամեն ինչ խառնվել է իրար, ամեն ինչ խառնա։ Եթե դու գնաս… Ես էլ գնամ գնել, դու մի խնդիր պակաս կունենաս։ Ագնես, դու իմ համար խնդիր չես, իմ երեխան իմ համար խնդիր չի, դու պետք է իմ կողքին լինես։ Մենք քո կողքին ենք գնել, այդ դու մեր կողքին չես։ Մայա չէ, վաղներ չեմ կարողանա գալ, փորձեք առանց ինձ գլուխ անել, իրոք ստեղ շատ խառը վիճակ է։ Էլ բայց չկա, ամեն ինչ ասեցի։ Արփի ջուրը խմի ու պարկի հանգստացի, լավ։ Չէ, նա մի հատ գնա պապային տեսնեմ նոր գամ։ Արփի ինչ ես խոսում, չէ։ Չլսեցի, բժիշկ ասեց, որ չի կարելի պապայի մոտ մտնել։ Արփի դու այս վիճակով չես կարա։ Հիմա կգնաս, կհուզվես նորից կվատանաս։ Խնդրում եմ, պարկի հանգստացի, լավ։ Նայ, լավ էլի խնդրում եմ։ Մի րոպե, խոսք եմ տալիս, երկար չեմ մնա, ուղղակի պապային տեսնեմ, որ հանգիստ կամ պարկեմ։ Աստված վկայից չի ուզում սենց բան անել, բայց ստիպված եմ, գործունելու շատ բան ունեմ, շատ բան։
Պապ, խնդրում եմ։ Արես։ Բժիշկ մի բան արեք, խնդրում եմ։ Դուրս եկեք հիվանդասենյակի։ Չէ, ես ոչ մի տեղ, չէ։ Ինչ է կատարվում, ինչ է եղել Արփի։ Ինչ-որ մեկը մտել էր պապայի մոտ։ Ինչ-որ մեկը։ Արփի, գետին բարձ կար։ Նկատել ես թե չէ։ Չգիտեմ էդ ով էր, բայց ուզում էր ավարտքերեն։ Ոնց ով էր, ինչ էր ուզում աներ։ Չգիտեմ, բայց որ ես մտա ներս այդ մարդը բարձը դրել էր պապայի երեսին ու փորձում էր։ Ես մենակ նկատեցի, որ բժիշկի համազգեստով մեկը դուրս եկավ։ Ու քո ձայնը լսեցի շուտ ներս մտան։ Բայց ով է, ինչ է ուզում պապայից ես։ Սոփելի է։ Ինչ է կատարվում, ես չասացի, որ ներս չմտնեք։ Լուրջ, իսկ գիտեք շատ վատ կարար լիներ, եթե ես չմտնեի մոտը։ Այսինքն, մենք հսկում ենք ուշադիր ենք։ Էդ ոնց եք հսկում են, էդ ոնց եք ուշադիր, երբ որ բժիշկի համազգեստով մեկը մտումած էր հիվանդի մոտ ու փորձում է խեղդի։ Ես որ մտա ներսում մարդ կար, հասկացաք։ Այսինքն ով էր, ինչ եք խոսում։ Այսինքն ոմն մեկը շատ վատ մտադրությունով մտել էր ձեր հիվանդի մոտ։ Հիմա հասկացաք։ Սա շատ լուրջ է, եթե դուք վստահ եք, պիտի զանգել ոստիկանություն տեղյակ պահել։ Ում ուզում եք դիմեք կամ տեղյակ պահեք, կարևորը ուշադիր եղեք։ Արս մի վարքյանելի ինձ հիմա հետաքրքիր է ամենակարևորը պապաս ոնց է։ Մի անհանգստացեք, մենք արագ արձագանքեցինք, վիճակը կայուն է։ Փառք Աստծո։ Հիմա բուժքույրը նրա մոտ է, մի քանի ժամ հսկողության տակ կլինի, մի անհանգստացեք ու խնդրում եմ ներս մի մտեք, իսկ ես տեղյակ կպահեմ ոստիկանությանը։ Ով կարար նման բան աներ։ Ժենետ չես հասկանում ով։ Նա ով փորձել է պապային սպանել, հիմա էլ եկել է գործը ավարտին հասցնի։ Հիմա հասկացար։ Չէ, ես չի գալի։ Մեզանից ինչ-որ մեկը անընդհատ պիտի հիվանդասենյակի մոտից այգում չգնա։ Պիտի հսկենք անընդհատ Արփի։ Պալատի կողքն կանգնած է։ Հասկացա։ Տանը չի։ Ինչ է կատարվում։ Ինչ է կատարվում։ Տունը վաճառում ենք կահույքով, ամեն ինչով։ Առնում եմ։ Գուցե նայեք։ Սա մեր հյուրասենյակն է։ Այստեղ մենք ամեն առավոտ կռվում ենք։ Առնում եմ։ Սա մեր ննջասենյակն է։ Ստեղ էլ ամեն գիշեր բարի շում ենք։ Առնում եմ։ Սա էլ մեր բաղնիկ զուգարանը։ Ինչ։ Սալիկները կերամամարացի են, հանել ենք հետ ներսենք, տանեմ։ Կերամամարացի, որակ, որից անհնար է հրաժարվել։ Սա էլ կերամամարացին, վայելեք։ Առնում եմ։ Առնում եմ։ Առնում եմ։ Առնում եմ։ Ոնց էր։ Ոնց զգացի քեզ, որ մտածեցիր կարող ինձ սպանել ես։ Սկզբում թեթևություն զգացի, ոնց որ ծանր քար ընկներ ուսերից, բայց հետո
Հետո սկսեցիր արդեն հետևանքների մասին մտածել, չէ՞։ Տենց մի բան։ Գով։ Ոնց ես աղբերս։ Հեն որ զանգեցիր գիտես, չէ՞ իմացի քաղամայց ես զանգում էլի։ Արսենն ասաց վաղը նոր դուրս կգաս։ Դե տենց ստացվեց։ Բա ես ինչ անում ստե։ Նորմալ է իրար հետ ենք եկել։ Արու այսքանից հետո դու սենց հանգիստ նստել ես, հա։ Մեր, ես ես ամեն ինչի հետ կապ չունեմ։ Ինչի հետ։ Ոնց։ Հավաքինեցի ա կրակել։ Ինչ ես խոսում է։ Աղբորդ կարաս բացատրես, ուղեղը մտցնես, որ ես կապ չունեմ ես ամեն ինչի հետ։ Կարոնը կրակեմ է։ Ես ընդը տեսա իր զենքը ձեռքին։ Ոնց։ Կարոն։ Մի րոպե, բայց ինչի համար։ Ինչի համար աղբեր, բար չի։ Հավաքի իրա վրա է կրակել, ես էլ հարմար առիթ է եղել էլի, որ ինքն էլ հակառակը անի։ Ինչ ես խոսում մեր։ Նորմալ խոսա բան հասկանամ։ Այսինքն հավաքը կրակել էր, ինչի պիտի կրակեր, եր։ Բար չի ինչի համար գոր։ Արփի համար։ Արփին էլ ավակի աղջիկն է, չէ՞։ Հիշում ես, որ գնացինք Կարոյի տուն, տեսանք Արփին ընդե։ Ասաց, որ եկել է Կարոյին տենա, թե իմանա ոնց է։ Հա, Կարոնը վիրավոր էր։ Հավաքն էլ էլի կրակել։ Արփին էլ ստիպել է, որ քեզ խափի։ Հա։ Արփին սպառնացել էր, ասել էր, որ հավաքի դեմ կբողոքի, եթե քեզ ճիշտ ասի։ Ասի, որ զորով է պահում իր տանը։ Տեսնում ես։ Բայց մեզ լավ է, որ սաղ մնաց, լավ է, որ չմեռավ, բայց ապրելու իրավունք ունի։ Բայց գոյության իրավունք ունի վաբշե։ Տենում ես ինչ արել, լսում ես ինչ արել։ Նենցա, որ Կարոյից ամեն ինչը սպասելի է գոր։ Ես չեմ հասկանում, դրան տեսել ես դու։ Ու երբ ես հարմարացել։ Կպատմեմ սաղ։ Լավ, հիմա գնանք հիվանդանոց, ճամփին կպատմեմ սաղ։ Ոնց։ Էս էլ է գալու։ Նորմալ խոսել, արա։ Մեր դրա ժամանակը չի։ Եկեք գնանք։ Ես չեմ գնաս, հիմա գնաս։ Խի։ Չէ եկե որ տենաս հավաքին։ Չէ, գոր հիմա իմ գալու սխալ է։ Ինչա տոշտին ջոգել ես։ Մեր ասեցին նորմալ խոսա, բոլորս էլ լարված ենք հիմա։ Մի քիչ մարդու սրտով գնա։ Ինչի։ Սրա սրտին ինչ է։ Լավ էլի չի նո։ Գորը ճիշտ է ասում։ Արա եղբեր ինչ ուզում եք արեք, այս դուս։ Ես Դիկ։ Թող ես խառը բայրը անցնի։ Հավաքը ոտքի կանոնի մենք լուրջ պետք է խոսանք Տաթևիկի ու Մերիկի հետ կապված։ Մենք չենք կարող ասենց երեխեքի երջանկության հետ խաղանք։ Գորում եմ լսի։ Այսին որոշումն է։ Ինչ ուզում ա լինի, ուզում ա աշխարհն ու գլխի վրա շուռ գա, հորը սպանողները հերթով գանդեմս կայնեն, ասեն, որ քո հերը անմեղ է, մեկը, Մեհերիկն ու Տաթևիկի երեք չեն լինել։ Լսել խոսել են նայի, նայ ոնց է խոսում հետս։ Եսի փոխվողը չի։ Ես չի քննարկում։ Դեք։ Իմ ու քո անձնական ամբիցիաները երեխեքի երջանկության առաջ շատ քիչ արժեք ունեն։ Այս իմ վերջնական որոշումն է։ Այս ունես թշնամանքա, որ երբեք չի մոռացվի։ Հասկանում ես։ Պետք է վերջնական խոսքն է։ Հա։ Ու էլ չի քննարկում ես։ Ախպերդ քեզ լսում եմ։ Ոնց ուզում ես համոզի, բացատրի, հասկացրու, որ իրանք իրարը չեն լինելու։ Պետք չի քննարկում ես հարցը։
ես դու Լիլիթ։ Ինձանից ուր պետք է փախնես։ Իսկ թվում է որը վաղ թե ուշ իմանալու է, թե ինչ եմ անում ես։ Ես չգիտեմ հետո ինչ կլինի, բայց անում ես ձեր կյանքի մասին անգամ։ Ուր գնաց։ Կորը Կարոյին խփեց։ Կարող ես դուր այդ զենքը տվեցիր։ Այս մի գիշերվա համար մի քիչ շատ չեք հանդիպում։ Բայց ես էլի հարցի։ Մահափորձի առավոտյան։ Մահափորձից 10 րոպե առաջ։ Դու Քոչարյան նենեթի հետ որտեղից էիր վերադառնում։